Տիկին Վարդանյան, ձեզ առաջարկում եմ միասին գնանք ազգային ժողովի ավտոտնակ եւ նայենք տեսնենք որ մեկից վարած մեքենան է ավելի թանկարժեք։ Հավաքական վերցրած մեր ամբողջ ֆրակցիայի վարած մեքենաների գումարը դժվար ձեր այդ ոսկե ցլիկի վարած մեքենայի չափ լինի գումարի։ Էլ չեմ ասում, որ իր ունեցած անձնական հայտարարագրած ունեցվածքը ձեզ չի ընդհատում, որովհետեւ հնարավորություն ունենալու է sense պատասխանել։ Ձեր ուրեմն ոսկե նույն ցլիկի հայտարարագրած բանը ունեցվածքը ավելին է երևի, քան իրենց ձեր պահած, ժամանակներում պահած բանակի համար տարեկան հատկացումները։ Դրա համար մի քիչ խոսքի արժեքը իմացեք, գնահատեք ձեր բերանից դուրս եկած բառերը ու տենց բաներ, մանիպուլյացիաներ մի արեք, էլի, որովհետև կարող դուրս գանք ու պատասխանենք ձեզ։ Կամ ասում եք բանը, ես չգիտեմ այդ պոդկաստերները են, պոդկաստինգ վարողներ են, չգիտեմ ինչ են, այդ չստացված, իրենք ինչ են խոսում։ Բա որ չգիտեք ինչ են խոսում։ Նոր նայեցի մենակ 3 հաղորդմանը դուք եք հյուրեր եղել։ Տենց շատ տեղեր եք գնում, որ չգիտեք բովանդակությունը, թե մենակ այդ պոդկաստին։ Նայում եմ, ասենք, ձեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը իրանցից շատ է այդ եթերին եղել։ Այո, 3 հաղորդման եղել է, կտամ, սկրին եմ արել, կտամ։ Տիկին Գրիգորյանն ա եղել, տիկին Ագնեսա Խամոյանն ա եղել, Լևոն Քոչարյանն ա եղել, պարոն Գեղամ Մանուկյանն ա եղել, բոլորդ եղել եք։ Մի ընդհատեք ինձ։